Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Վաշինգտոն X-Minerում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով Թրամփի նախաձեռնությամբ կողմերի միջև առաջընթաց է գրանցվել, իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահը ցուցաբերել են անհրաժեշտ քաղաքական կամք։ Ուիթքոֆը կարևորել է նաեւ TRIP հայեցակարգը Հայաստանի տարածքով անխոչնդոտ տրանսպորտային երթուղիների ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ։ Նրա գնահատմամբ այս գործընթացը կարող է նպաստել Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։ Չխառնվել Հայաստանի ներքին գործերին Ալիևը չի հիշում, որ սա պարտավորվել է 1 տարի առաջ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում իր ձեռքով փաստաթղթի տակ ստորագրություն դնելիս, խաղաղության փաստաթուղթը նախաստորագրելիս։ Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Բայց Թրամփի գլխավորությամբ այս գործընթացին հաջորդող օրերին է արդեն Ալիևը միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Սազնառած սահմանադրության փոփոխություն է երգում։ Հարյուրավոր անգամ է պնդել, նախապայման դրել, հիմա արդեն քայլ առաջ է անում։ Ու հայկական ատոմակայանին թաթը հասցնում, կարծիք է բաշխել, թե կայանը հնացած է, թե ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, եւ իբր այն վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Ամերիկյան կողմը մշտապես գոհունակությամբ է հիշեցնում, որ խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը Թրամփի նախաձեռնությամբ է եղել։ Ամերիկյան կողմում չեն տեսնում, որ Ալիևը ռեժիմով է խախտում այդ փաստաթղթի դրույթները։ Հայ մասնագետներին չի զարմացնում նրա բռնապետական հոխորտանքը, բայց ասում են դրանք անպատասխան թողնել պետք չէ, սա ավելի առաջ կգնա։ Հայկական կողմը ինքը չի հասցեագրում այն բոլոր հայտարարությունները, տեքստերը, որոնք գալիս են Ադրբեջանից եւ որոնք չեն համապատասխանում հռչակված խաղաղության տարին ու ոգուն։ Հիմա դիվանագետ է ուղարկում Վաշինգտոն այդ փաստաթղթի ստորագրման մեկամյակի երակողմ հանդիպմանն ու զուգահեռաբար հիշում 2020-ի նոյեմբերի 9-ի մոսկովյան փաստաթուղթը։ Այնքան է ակլորացել, որ կապիտուլյացիա տերմինն է օգտագործում ու հայերին կոչ է անում չնեղանալ այդ տերմինից։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մեզ վերադարձվեցին առանց որևէ կրակոցի։ Բնականաբար Հայաստանը դա կամավոր չի արել։ Մենք նրան հարկադրեցինք։ Եթե պատերազմի պայմաններում դու ինչ-որ մեկին ստիպում ես ինչ-որ բան անել, դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այսինքն, այս եզրույթի մեջ պետք չէ որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ փնտրել։ Դա պարզապես իրականություն է։ Խաղաղություն խաղացողը հիշել է 2020-ի նոյեմբերի 9-ը գլուխ գովել եւ պնդել, որ ստորագրվող հայտարարության մեջ անպայման պետք է արտացոլվի Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի հարցը։ Հայկական կողմը չի ցանկացել համաձայնել, այլ ընտրանքներ էլ չի ունեցել։ Ու հիմա ասում է, թե Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի։ Խոսելով TRIP նախագծի մասին, որը ինքը համառորեն Զանգեզուրի միջանցք է անվանում, ասել է ադրբեջանական կողմում աշխատանքները գրեթե ավարտված են։ Հորադիզ Աղբենդ ավտոճանապարհը գործնականում պատրաստ է, երկաթուղու շինարարությունն էլ արագ տեմպերով է ընթանում։ Մենք ցանկացած պահի կարող ենք արագացնել նախագիծը, պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ հայկական հատվածը պատրաստ չէ։ Ասել են, այս նախագիծը դիտարկում է ոչ միայն որպես տրանսպորտային, այլ որպես էներգետիկ եւ ենթակառուցվածքային միջանցք, եւ որ ադրբեջանցի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել Հայաստանի տարածքում ու որոշել այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Այստեղ է, որ հիշատակվել է հայկական ատոմակայանը, պնդել, թե հին է ու հավատացրել, որ սա կարող է օգտակար լինել Հայաստանին։ Զանգեզուր մահալının Մղրը ռայոնının Ադրբեջանական գլխավոր հեռուստաալիքն է պետական ASTV-ին հենց օգոստոսի 8-ին որոշեց փչացնել խաղաղության թատրոնն ու ռեպորտաժ պատրաստել Սյունիք արևմտյան Ադրբեջան ներկայացնելով ու վերնագրելով 35 տարվա կարոտ։
անթակույց են այստեղ ներկայացնում իրենց զավթողական քաղաքականությունը։ Ադրբեջանին շատ հարմարավետ էր այս խաղաղության մասին խոսույթը, ձևակերպումները, հայտարարությունները, որովհետև դա առիթ էր, որպեսզի բոլորը մոռանան եւ ոչ մեկ չհիշի ու չխոսի Արցախում տեղի ունեցած էթնիկ նվտման մասին, որը փաստագրված, փաստավորված նյութ էր եւ փաստացի դրա մասին այլևս ոչ մեկ առնվազն միջազգային ասպարեզում չի խոսում։ Ու հիմա առերեսվում ենք իրականությանը, ասում է ադրբեջանագետը։ Հային շարունակում են համարել թշնամի, աչքը տնկած պահել Հայաստանի տարածքների վրա, ցանկացած տարբերակով խախտելով ցանկացած փաստաթուղթ, որտեղ էլ ստորագրված լինի։ Սա է իրական պատկերը, մնացածը լիրիկայի ժանրից է։ Ահա, այսպիսի խաղաղության ջերմակ թևեր հագած Ալիև։ Հայաստանը գիտություն կընդունի ՀԱՊ գործընկերների կայացրած որոշումը եւ կհետեւի զարգացումներին։ Ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է փոխել մոտեցումը եւ ապասառեցնել ՀԱՊ քանդամակցությունը, հաշվի առնելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, ինչպես դուք նշեցիք, հարցում կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք, որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել։ Հայեկը հնացած է վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, իսկ դրա ժամկետը անվերջ երկարաձգել հնարավոր չէ։ Ալիևի այս խոսքերին ի պատասխան մեր կառավարության ղեկավարն ասում է, որ շահագործման ժամկետները միջազգային պայմանագրերում են արձանագրված, որոնք կնքվել են վաղուց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Հայաստանը կարող է եւ արտահանել եւ երբեմն ներկրել նաեւ էլեկտրաէներգիա, այդ թվում Ադրբեջանից։ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է, ինչի մասին ես նախկինում ասել եմ։ Ինչպես Հայաստանում արևային կայանների եւ կուտակիչ կայանների զարգացում, արևային ռեսուրսներով Հայաստանը առավել քան հարուստ է եւ կուտակիչ կայանների, բայց իհարկե սա չի նշանակում, որ մենք միջազգային առևտրից էլեկտրական էներգիայի դուրս ենք մնալ։ Շարունակելով Ադրբեջանի հետ առևտրի թեման, գործադիրի ղեկավարը համոզված է, որ առաջիկայում դեպի այդ երկիր արտահանումներ կլինեն։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին այո օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։ Ինչ փուլում են երկաթուղու հետ կապված հարցերը, վարչապետն ասում է, ուզում են բարեկամական լուծում, այնպիսի մի լուծում, որ միմյանց շահերը փոխադարձաբար հասկանան ու ընկալեն։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չի։ Մենք Ռուսաստանի հետ խնդրեմ չունենք։ Մեր խնդրեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող ենք բաց թողենք պատմական հնարավորությունը ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին։ Այս է խնդիրը։ Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի խնդրեմ չունենք։ Այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են եւ ըստ էության օգտագործման ծավալի առյուծի բաժինը իրանք են օգտագործում, մենք տեսնում ենք, որ իրանք չեն օգտվում, իրանք ուրիշ տեղեր են փնտրում էլի Հայաստանը շրջանցելու։ Եվ մենք ասում ենք, ինչ եք շրջանցում Հայաստանը։ Օրեր առաջ ԵԱՏՄ նիստին մասնակցող Փաշինյանն արդեն Հայաստանում է կրկնում։ ԵԱՏՄ-ի հետ կապված չի խուսափել որևէ գնահատականից։ Ասում է, ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին իրենք համաձայն չեն։ Մնացածը արդեն ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք այսպես թե այնպես պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք եւ եթե նույնիսկ հիմա 100%-ով բացվեն, այսինքն վերադառնանք այն նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետեւ հենց այս ցույց տվեց եւ այսօր կառավարության նիստում ես ասացի, որ դա խնդիր է, երբ որ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են լինել կախված լինել կամ մեծապես կախված լինել մի ուղղակի։ Իսկ բանակում նորից մահուն ենք։ Վարչապետն այս թեմային անդրադառնալով ասել է, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ կլինեն, անհատական պատասխանատվություն է լինելու։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք,
բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք։ Այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Ես իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու։ Եվ Արմեն Գրիգորյանի նախաքարտուղարի պաշտոնից ազատելու որոշման մասին են լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել։ Վարչապետն ասել է, որոշումը ինքն է կայացրել, ավելին աշխատանք է առաջարկել, բայց Արմեն Գրիգորյանը որոշել է դադար վերցնել։ Հարգելի գործընկերներ, մեր ժամանակը սպառվեց։ Թուղթ ու գրիչը մի կողմ դնել, խույս տալ բյուրոկրատական քաշքշուկից։ Անհատ ձեռնարկատերերի հաշվառումը, տվյալների փոփոխությունն ու հաշվառումից դուրս բերումը, ինչպես նաև ՍՊ-ների փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների պետական գրանցումը առաջարկվում է իրականացնել բացառապես առցանց։ Պահանջը կտարածվի նույնականացման քարտ ունեցող Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանում կացության քարտ կամ հատուկ անձնագիր ունեցող օտարերկրացիների վրա։ Փաստաբաններն անցումը դեպի թվայնացում օրինաչափ են համարում, սակայն այն կարծիքին են, թե համակարգի ներդրման հետ աշխատանքի ծավալը կնվազի նաև պետական գրասենյակներում, ինչն էլ իր հերթին կբերի վարչական աշխատատեղերի կրճատմանը։ Օրինակ կադաստրի կոմիտեում նախկինում դու գնում էիր եւ աշխատակիցը ինքն էր լրացնում էլեկտրոնային համակարգով դիմումները։ Հիմա քանի որ դու ես պարտավոր կադաստրի կայքում լրացնել դիմումները, այսինքն աշխատանքի ծավալն է փոքրանում տվյալ մարմնի եւ դա ակնհայտորեն հանգեցնելու է աշխատատեղերի նվազեցմանը։ Ըստ պաշտոնական հիմնավորումների նախագծի նպատակը քաղաքացիների ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը, փաստաթղթաշրջանառությունն ու պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների բեռնվածությունը նվազեցնելն է, ինչպես նաև Հայաստանում ներդրումային եւ գործարար միջավայրի բիզնեսի մեկնարկի ընթացակարգերը բարելավելն է, այն դարձնելով առավել պարզ եւ արագ։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է տարեկան շուրջ 70 միլիոն դրամի չափով պետական բյուջեի եկամուտների նվազեցում, նշված եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն անհատ ձեռնարկատիրոջ առցանց հաշվառումն իրականացվում է առանց պետական տուրքի, իսկ թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 3000 դրամ։ Փաստաբանները թվայնացումը բնական եւ անհրաժեշտ գործընթաց են համարում, սակայն պարտադիր եղանակի անցնելու դեպքում կարևորում են համակարգերի տեխնիկական պատրաստվածությունը։ Համոզված են, որ քարտի կորուստը, նոր փաստաթուղթ ստանալու ձգձգումը կամ համակարգի խափանումը կարող են գործնական խոչընդոտներ ստեղծել։ Եթե դու քո նույնականացման քարտը օրինակ կորցնես, նորը ստանալու համար մի քանի ամիս հերթ ես կանգնում, իսկ այդ ընթացքում ինչպես աշխատես եւ ստորագրես, այսինքն տեխնիկական նման խնդիրներ, անկազմակերպ որոշակի process-ներ կան, դրանք ներկայումս էլ կան եւ բնականաբար ինչքան արդեն այդ թվային հաղորդակցության միջոցները պարտադիր դառնան, այնքան շատանալու են այդ խնդիրները։ Երկար անցումային շրջան նախագծով նույնպես նախատեսված չէ։ Փաստաբանները սակայն այն համոզմանն են, որ համակարգը նախ պետք է փորձարկել, արձանագրել խնդիրները եւ միայն դրանից հետո առցանց եղանակը դարձնել պարտադիր։ Թե որքանով այս փոփոխությունը կպարզեցնի քաղաքացիների գործը, մասնագետների կարծիքով կախված կլինի համակարգի պատրաստվածությունից։ Հակառակ դեպքում հերթերն ու թղթաբանությունը նվազեցնելու նպատակով ներդրված կարգավորումը կարող է քաղաքացիների համար նոր, արդեն տեխնիկական խոչընդոտներ ստեղծել։ Տիգրանը մերձ Մոսկվայում է աշխատում, ասում է հիմա հաշվառման ռեգիստրացիայի համար նոր կարգ են ներմուծում, ինչն ըստ նրա նոր դժվարություններ կստեղծի։ Դա հավելյալ բարդացնում է կյանքը ու ընդհանրապես այսօր Ռուսաստանում կյանքը շատ է բարդացել։ Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում եւ Մոսկվայի մարզում միգրացիոն հաշվառման ռեգիստրացիայի նոր կարգ կգործի։ 30 օրից ավելի ռուսական այդ տարածքներում մնալու դեպքում անհրաժեշտ կլինի ռեգիստրացիա անել ամինը կոչվող հավելվածի միջոցով, հակառակ դեպքում կարտաքսեն դեպորտ կանեն։ Այս կարգը կիրառվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատելու նպատակով մուտք գործողների համար։ Հիմա 2026-ի սեպտեմբերի 1-ից այն կգործի ոչ միայն աշխատանքի մեկնող օտարերկրացիների, այլև ուսանողների եւ ԵԱՏՄ երկրներում աշխատողների ընտանիքի անդամների համար։ Այսինքն նրանք պետք է միգրացիոն հաշվառման կանգնեն այդ հավելվածի միջոցով իրենց իրական բնակության վայրում, պետությանը տեղյակ պահեն, որ եկել են աշխատելու նպատակով եւ ապրում են այս հասցեում։
Ավելվածի մասով կասեմ, որ այն աշխատում է ինտերնետով ու երբ որ ինտերնետը գնա, ես չգիտեմ ոնց պետքա ցույց տան, ոնց աշխատելով կայքը։ Ասենք եթե ինտերնետը հենց այդ բան թռա, ես ասենք ինչ պետք է անեմ, չգիտեմ։ Կամ ասենք բեսպիլոտնիկի թռիչքի ժամանակ ասեմ, որ ինտերնետը էլի անջատում է, ինչ պետք է անենք։ Բարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում եւ հետագայում կարող է նաեւ արտաքսվել։ Ոչ միշտ է որ այն հասցեն, որտեղ նշում է միգրանտը, իրականում քարտեզի վրա ցույց է տալիս, այսինքն անպայման պետք է բացել այդ քարտեզը եւ տեղում նշել այն հասցեն, որտեղ բնակվելու եք։ Աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողներին մասնագետները զգուշացնում են, եթե նրանց բանկային քարտին մուտքագրվի աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից ավելի մեծ գումար, կամ նրանք խոշոր փոխանցումներ կատարեն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, ռուսական մարմինները կարող են պարզաբանում պահանջել այդ գումարների ծագման վերաբերյալ։ Օրինակ պայմանագրով եթե նախատեսված գումարից ավել գումարը փոխանցում հաշվին, դա էլ պետքա պարտադիր ցույց տրվի, թե մեզ որտեղից այդ հավելյալ եկամուտը։ Օրինակ, երբ որ բրիգադի հետ ենք աշխատում, ինձ օրինակ 2 հոգի գումար է տալիս, որպեսզի փոխանցեմ Հայաստան իրենց ընտանիքներին, դա ինչ քրեացին Այս խստացումներն ըստ մասնագետների ռուսական ուժայինները կապում են անվտանգային խնդիրների հետ, պարզաբանում, թե պատերազմող երկիր ենք ուժեղացնում ենք անվտանգությունը, եւ Ամինան Ռուայդին մյուս հարթակները անհրաժեշտ են օտարերկրացիների տվյալների հաշվառումը պարզեցնելու, նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու, անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ Եկող սեպտեմբերին սպասվող պիլոտային այս ծրագիրը նախատեսում են մինչև 2029 թվականը կիրառել Ռուսաստանով մեկ։ Այս տարվա ապրիլի տվյալներով ի դեպ ըստ մասնագետների շուրջ 20,000 Հայաստանի քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի առնվազն 5 տարվա արգելք։ Վրաստանից կարտոֆիլի արտահանումը 2026 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե 5 անգամ, 81.5%-ով։ Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18414 տոննա, որից Վրաստանը ստացել է 4.879.000 եկամուտ։ Կարտոֆիլի հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը, որին հաջորդում են Ռուսաստանը ու Բելարուսը։ Հայաստանը ներմուծողների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը, $195,000 ցուցանիշով։ 2026-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 20,383.6 տոննա միս։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3.8%-ով։ Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նվազել է 29.2%-ով եւ կազմել 4211.4 տոննա, իսկ մսի կիսաֆաբրիկատների արտադրությունը աճել է 4.1%-ով եւ կազմել 1204.3 տոննա։ Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 120,824.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1.1%-ով նվազում։ Միևնույն ժամանակ այլուրի արտադրությունը աճել է 4.2%-ով, ձավարեղենի արտադրությունը նվազել է 0.2%-ով, մակարոնեղենի արտադրությունը աճել է 25.3%-ով, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1.7%-ով։ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 24 միլիարդ հատ ծխախոտ, ինչը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.4%-ով աճել է։ Վերջին տարիներին ծխախոտի արտադրությունը կտրուկ աճել է։ 2025-ին այն հասել է 50 միլիարդ հատի, իսկ 2024-ին 36.9 միլիարդ հատի։ 2011-ի համեմատ, երբ արտադրվել է 3.4 միլիարդ հատ, արտադրության ծավալը ներկայում շուրջ 7 անգամ ավելի է։ Այս տարվա 6 ամիսներին գինու արտադրությունը աճել է 15.3%-ով, հասնելով 3.2 միլիոն լիտրի, իսկ փրփրում շամպայն տեսակի գինու արտադրությունը ավելացել է 34.2%-ով։ Միաժամանակ նվազել է վիսկիի եւ օղու արտադրությունը, համապատասխանաբար 33.6 եւ 16.5%-ով։ Մինչդեռ գարեջրի արտադրությունն աճել է 15.8%-ով, հասնելով 17 միլիոն լիտրի։ Ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով։ Նրա մոտ եւ մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով ընդհանուր 47 փաթեթ, մոտ 47.7 գրամ քաշով։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram-ի միջոցով իրացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ավտոները հա ջարդվում է մարդկանց։ Ու ջան, էսի արդեն 14-րդ փողոցն է, հեն անդեղել են
լցե Ուջանգյուղի այս հատվածը տեղացիների համար պատուհաս է դարձել։ Անմխիթար ճանապարհի պատճառով հաճախ են մեքենաները վնասում, անվահեծաններն են կոտրվում։ Են վերևն էլ ասենց ճամփեն։ Դե սարքում են էլի, սարքեն էլի, ուղղակի ժողովուրդը ասում են շուտ անեն, շուտ բրցնեն էլի։ Այս ճանապարհի շարունակությունը կարճ ժամանակ առաջ են ասֆալտել, քաղաքացիներն էլ շատ գոհ են, բայց պատասխանատուներին խնդրում են մնացյալ մասն էլ նորոգել։ Դպրոց տանող ճանապարհ է, որը շատ կարևոր է։ Շարժը կա է, լիքը շարժ կա է։ Ողջապերտ Գառնի մի քանի կիլոմետրանոց ճանապարհը նույնպես պատուհաս էր դարձել վարորդների համար։ Նախորդ տարվա կապիտալ նորոգումից հետո ճանապարհին փոսեր էին առաջացել։ Դրանք տևական ժամանակ խոչընդոտում էին երթևեկությանը։ Ճանապարհը սպասարկող ճանշինը 10 օրից ավելի հեռացրել էր վնասված հատվածները ու միայն օգոստոսի 7-ին են գործի անցել։ Լավա որ ցուցանակներն էլ տեղադրվի, այս ժողովուրդը փրկվի այս խոսերի։ Իդեպ աշխատանքներին տեղում 2 անգամ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն է ծանոթացել անակնկալ կերպով։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ աշխատանքների ավարտից հետո երթևեկության կանոնները կարգավորող նշաններ են տեղադրվելու։